Սիրահարներս, հարգանքներս, մենք այսօր ապրիլի 24-ին որոշել ենք ուխտագնացություն անել դեպի Սպիտակավոր, այն վանքը, որտեղ որ ես իմ ընկերների հետ մեծացել եմ, մանկության վանք, որը մեզ ոգեշնչել է, ուժ է տվել եւ մինչ օրս այդպես էլ շարունակում է։ Հիմա մենք որոշել ենք այս ճանապարհներով մեքենայով գնանք, հենց նոր Վարդանը նկարում էր այն զորը, որտեղով որ մարդիկ ոտքով են գնում։ Բայց ճանապարհին էլ մարդիկ կհանդիպենք, որ ոտքով են գնում, մեքենայի ճանապարհով, որպեսզի ավելի անվտանգ լինեն, բնության հանկարծ են վատ օձերին չտենան, հենան ցույց տու ճանապարհը, արահետը ցույց տու, որով որ ոտքով գնում են Սպիտակավոր, հիմա էլ այնտեղ լիքը մարդիկ կան, վստահ եմ։ Մի խոսքով բարեկամներ, այսպես մեզ համար գնում ենք դեպի ուխտագնացություն, այսօր շատ ու շատ բարեկամներ են եկել այնտեղ։ Մեզ համար պատիվ է, որ մեր տարածքում այդքան շատ մարդ է եկել եւ ապրիլի 24-ին նվիրված ուխտագնացություն է իրականացնում։ Մենք հիմա մեզ համար հանգիստ գնում ենք հավեսով։ Գնում ենք, ձեռի հետ էլ մեքենան ենք փորձարկում, հիանալի է ամեն ինչ, մենք էլ հավեսով բարձրանում ենք, հա ընկերներ։ Սա է ճանապարհը Սպիտակավոր գնացող, ում կհետաքրքրի, եթե դուր կգա կհավանեն, տեսեք սա էլ Վայոց-Ձորի հովիտն է։ Մի հրաշք տեսարան, ամեն կողմից հրաշք տեսարաններով հագեցած իրավիճակ է, մենք էլ ընկերներով գնում ենք, ես եմ Վարդանը Գեղամը, մեր մյուս ընկերները, քանի որ որոշել են ոտքով գնան, նրանք էլ ոտքով են առաջանում դեպի Սպիտակավոր, մենք էլ ժամանակի սղության պատճառով եւ Վարդանի ոտի ցավության պատճառով մեքենայով որոշեցին գնալ, թե չէ մենք էլ ոտքով կգնայինք։ Ամեն նման տեղեր մեզ համար ավելի հարմար է մեքենայով գնալ, որպեսզի ունենանք լիցքավորման, մեր տեխնիկայի լիցքավորման աղբյուր, այսինքն մեքենան, որ երբեք լինի զարյատկի դնենք։ Գեղամը որոշել է գոռատ 10A, բայց չգոռաց։ Հիմա մենք այսպես մեզ համար հանգիստ գնում ենք։ Մնացեք մեզ հետ, հասնենք տեղ, ընթացքում ճանապարհի հատվածներն էլ գեղեցիկ ցույց կտանք ձեզ։ Մենք որոշեցինք այս բարձունքը մի քիչ ուրիշ ձև արել, Նիվան կհասցնի անցնի, թե չէ։ Չեմ պատն է ախպեր, այո։ Հաղթահարեցինք բարեկամներ, հիմա շարունակենք մեր ճշմարիտ ճանապարհը։ Ահա, այսպես մենք հաղթահարելով մեկը մյուսի ետևից գնում ենք, երիտասարդներն են իջնում մեր գյուղի հավաքական։ Մոտավորապես 8 կիլոմետր գրունտային տարածք ենք հաղթահարում, տեսեք, ես ուզում եմ պրոշաբերդ ելնենք, բայց չենք կարա, փաստորեն, չի ստացվի։ Ջրափոսերն են եթերում, շարունակում ենք մեր բարդ ճանապարհը, աջից գեղեցիկ ձորակն է, որով նույնպես մեր ոտքով եկողները բարձրանում են, ով որ ոտքով է գալիս, այդ կողմերով է գալիս։ Ճանապարհի մյուս բարդ հատվածն է կադրերում, նմանատիպ տեղեր կարող ես գալ ցանկացած մեքենայով, ուղղակի արդեն դա գալիս է քո ափսոսալու մակարդակից, ինչքան ես դու ափսոսում քո վարած մեքենան։ Օրինակ, շատ մարդիկ կան, որ 06-ով գալիս են, հենց հիմա 06-ով եկող ունենք մեր ետևից, հələ չի հասել, որ հասնի ցույց կտանք մեր հայկին, Մարգարյան հայկը, նա առանց որևէ խնդրի հաղթահարում է, գալիս հասնում է իր ուզած տեղը իր 0 վերջով։ Ընկերներ, մենք հիմա գնում ենք պատմական մի հզոր տեղ, որտեղ ամփոփված է նաև Գարեգին Նժդեհի մասունքը, իսկ ավելի կոնկրետ գանգուղեղը, դա այս պահին արդեն ոնց որ տարել են, բայց այդտեղ եղել է, էլի, այն սովետական տարիներին, որ նա համարվել է ազգի դավաճան թշնամի, նրան սիրողները, հարգողները եւ հայրենիքին հերոս ընդունողները բերել ու թաքցրել են նրա մարմնի մի մասը Սուրբ Սպիտակավոր եկեղեցու Արչակողմյան հատվածում։ Բացի Սպիտակավոր եկեղեցին, այնտեղ կա նաեւ Պրոշաբերդը, որը նույնպես ունի հզոր պատմություն։ Մենք դրոնով անպայման կնկարենք, բայց չենք կարող բարձրանալ, քանի որ ձյուն է, ժամանակի սղություն էլ ունենք, այդ պատճառով չենք բարձրանա, բայց ընդհանրապես
անպայման մի օր գնալու ենք այնտեղ առանձին օր։ Ուղղակի այսօր որ տեսանք շատ մարդիկ են եկել, դա մեզ ոգեշնչեց, որ այսօր բարձրանանք ու նկարենք այն իրավիճակը, որը հիմա այնտեղ կա, առկա է։ Պրոշաբերդը ունեցել է շատ հզոր պատմություն, այնտեղ կա նրա պատմության մեջ գրված է, որ երբ որ եկել են գերավելու, շատ մարդիկ պատասպարվել են Պրոշաբերդում եւ երկար ժամանակ չեն հանձնվել։ Եվ այդ երկար ժամանակ այնքան է տևել, մինչև որ թշնամին զրկել է նրանց ջրից։ Իսկ դրա ջրից զրկելու պատմությունը հետևյալն է։ Թշնամին ձիերին կապել է, մի քանի օր ջուր չի տվել ու բաց է թողել, որ ձին գնա ու ջուր խմի։ Հետևաբար ձին ծարավ գնացել ու գտել այն խողովակ, ջարդել են խողովակը, զրկել ջրից, հետևաբար արդեն մարդիկ ուժասպառ են եղել եւ ուզած հանձնվել։ Բայց մինչ հանձնվելը կատաղի մարտեր են տվել։ Հենց Պրոշաբերդում, որ այստեղից շատ լավ կերևա բարեկամներ։ Պրոշաբերդը թող Վարդանը ֆիքսի, տեսեք ինչ հրաշք տեղում է Պրոշաբերդը։ Եթե ուշադիր նայեք պատերն է Երևան, եւ այստեղից չտնավ տեսք է բացվում դեպի Սպիտակավոր եկեղեցի։ Սպիտակավորն է մեր կադրերում, որտեղ շատ ու շատ մարդիկ են այսօր հավաքվել, չնայած որ ցուրտ է, ձյուն է, մեկ է շատ մարդիկ են եկել ու իրենց ներկայությունը ապահովում այստեղ։ Գեղամը հիանում է գեղեցկությամբ, կանգնել նկարում է իր գազարագույն վերքով, ոչինչ թող հիանա, իսկ մենք շարունակենք մեր ճանապարհը։ Տեսեք, սա այն հատվածն է, որի պատճառով բավականին երկար ժամանակ Սպիտակավորը մնում է անհասանելի մեքենաների համար, այստեղ միշտ ձյուն կա, ձյունը նոր է հալվել ու բախներս բերես կարող են գնալ, անցնել, հասնել Սպիտակավոր։ Հանգիստ մեզ համար գնում ենք։ Այսօր ապրիլի 24-ն է, որպեսզի պատկերացնեք ինչքան երկար է մնում ձյունը։ Իսկ մեզանից մի քիչ ներքև Աչակովնյան հատվածում սարվորների տեղն է, որտեղ որ Գլաձոր գյուղի բնակիչները անասնապահությամբ են զբաղվում, գալիս են եւ այստեղ կովիկներին պահում են, կաթիկը կթում են, պաներիկ են սարքում եւ բաժանում են համայն աշխարհին, ով կցանկանա ունենալ այս դաշտերի համն ու հոտը պաների տեսքով։ Փոքր ժամանակ մենք շատ ենք ոտքով եկել, կարելի ասել ամեն շաբաթ կիրակի էս մեր հանգստի տեղն էր։ Գալիս էինք, հələ պաներ նկարել, ծնծաղիկները։ Ծնծաղիկների հոց բազմություն է ձախից, բարեկամներ։ Նկարում ես, Գեղամ, չէ՞։ Հիմա մենք շարունակում ենք մեր ճանապարհը, առջևում անուշ աղբերներն են կվադրացիկլներով, ապրեն, եկել են ուխտագնացության, հալալ է մեր մատաղ սերնդին։ Բարի օր ձեզ, ապր ես սաղը ծրանով եք եկել ես երկու հապտեով, մալադեց, զգուշ կլնեք, ապր եք աղբերներ։ Աղբերս խմում եք, ասոք եք խմում, մերնեմ ձեր սրտին։ Աբլիս աղբերս, աբլիս ելնենք եթանք ընդ ֆրանք ստելեք կգանք։ Մեր եղբայրներից մեկը հրաժարվեց որ նկարենք։ Տեսեք, սարի ջուրը, բարեկամներ, սարից բխող ջուրը սառնորակ։ Այս ջրի մասին են խոսում, տեսեք ինչ ջուր է գալի այստեղից։ Յոլ է մեր առջևում։ Գեղեցկագույն Վայոց Ձորյան տեսարաններն են։ Պրոշիշխանի կալվածքներն է ձեր կադրերում, եթե դարեր առաջ գայինք, այստեղ պրոշիշխանն էր ասողը։ Վարդանը ֆիքսում է ժողովրդի ուխտագնացների մեծ բազմություն, որոնք ուղևորվում են Սպիտակավոր։ Մեր հետևից Նիվա է գալիս, դրա համար էլ Վարդան ես քշեմ։ Պրոշաբերդն է հիմա կադրերում, ընկերներ, տեսեք ինչ հզոր բերդ է եղել ժամանակին։ Հիմա էլ նայում ես արյունը ծառչում է երակների մեջ։ Արդարության համար նշեմ, որ ես հիմա չեմ գնում ուղղակի Սպիտակավոր, այլ գնում եմ դեպի իմ մանկության հուշեր, որտեղ ես ապրել եմ, եւ իմ հոգեկերտվածքի մի մասը հենց այստեղ է կերտվել այս սարերի գերկում։ Հիմա էլ հյուր եմ եկել իմ մանկությանը, իմ ջահել օրերին, ուղղակի այս անգամ մեքենայով։ Ժամանակ ավտո չունեի, հիմա ունեմ։ Տեսեք, այնտեղ ծածանվում է եռագույնը, ապրի եռագույն տեղադրող անուշ աղբերը քույրիկը կամ այն մարդիկ, ովքեր այդ եռագույնը տեղադրեցին, մենք հիանում ենք նման երիտասարդներով, նման հայրենասեր մարդկանցով եւ ֆիքսում ենք այդ պահերը։ Տեսեք քարերը ինչ սիրուն են, քարերի վրայի նախշերը մամուրից։
Այս քարերի հոտը ես հիմա զգում եմ։ Այստեղ անգամ քարերն են բուրում, ընկերներ։ Միայն բույսերը չէ, քարերը նույնպես հոտ ունեն։ Եթե հնարավորություն լիներ տեսախցիկով փոխանցել բույրը, անպայման կփոխանցեի, բայց քանի որ չեմ կարա, ուղղակի իմացեք, որ գաք հոտ կքաշեք։ Հիմա Սպիտակավորի բակում հավաքվել են բազում մարդիկ եւ ուխտագնացությունը հասցրել են վերջնակետին։ Ապրեն բոլորը, ովքեր չեն ալարել ու ոտքով եկել հասել են։ Նրանք հաղթող են, այսօրվա հաղթողը այն սերունդը, որ ցույց է տալիս, որ չի մոռանում եւ պահանջելու է, որ մնացածն էլ չմոռանան։ Զանգն է ղողանջում, բայց մեր մեքենայի ձայնը չթողեց, որ զանգի ղողանջ լսենք, ընկերներ, այնպես որ ներողամտաբար մոտենանք այս ամենին ու շարունակենք մեր ճանապարհը։ Բլոր ֆարը եկել այստեղ, ընկերներ, բլոր ֆարը ուժեղ ավտոա։ Բարի օր։ Տեսեք, բլոր այս շորտ քաշող, նա թե զատի։ Բարև աղբերներ։ Հիմա հարում գնանք, շարունակենք մեր ճանապարհը։ Այո։ Ընկերներ, Սպիտակավորն է երևում։ Արդեն մյուս կողմից, այսքան տեղ եկանք, շատ լավ ստացվեց։ Մեզ դուր եկավ մեր ուղևորությունը։ Հիմա մենք պետք է սպասենք մեր ընկերներին, որ գան, երևի կուզեն, որ ավտոբուսն են, չէ՞։ Ավտոբ կտանեն։ Հիմա խնկարկում ենք Եղեռնի զոհերի համար։ Մեր հայկը, Մարգարյան հայկը են, որ գողում է, ասում է 06-ով ուրա ասեց գնում է։ Ինքը հիմա բերել է քունք, որ խնկարկենք Եղեռնի զոհերի շապատին։
Ծնկի չածաղոտ կանի մայրը զինվորի հզոր աստված Բարեկամ հիշում ես ինձ։ Բա մաչետը փոխել ես ակա ես վերցը, հա։ Էլի։ Օրգեն։ Կայես ներկայացում, որ մենք կարողացնում ենք ապահովություններով այնպես որ մենք այսօր ուխտա գնացության ենք եկել Սուրբ Սպիտակավոր եկեղեցի Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մենք հիշում եւ պահանջում ենք գալիս եմ օֆիսի ներկայացնեն այս ուխտագնացությանը եւ իրենք իրենցով իրենց ներկայացությամբ ցույց տան որ հիշում ու պահանջում են որտեղ է մեր բանը ախտերս պատմության ճանապարհը հարթ չի եղել ինչպես որ այս ճանապարհը բայց մենք անցել ենք հաղթահարել ենք եւ շարունակում ենք հաղթահարել չնայած բազում փորձությունների մեր գենը ունակ է հաղթահարել ցանկացած դժվարություն եւ ամեն օր այդ պայքարը արկա է մեր երակներում շարունակում ենք մեր ճշմարիտ ճանապարհը հավաքված է ուշադրություն ունենք կատարում մեր հզոր տղերքից մեկի կողմից Վրեժը խեղդում էր ինձ սուրբ հողներ կանչում հեռվից պիտի գնանք անպայման փրկենք հողը պապական պիտի գնանք անպայման փրկենք հողը պապական Մասի սարը վկա թուրքը ծնկի կգա Թեկուս մեկ այմնա, երգիրը չենք մորնա, սասուն մուշն ու վանը, սուրբ մարութա սարը, պապերի շիրիմը, չենք թողնի թուրքշանը, չաուշներ են ազգին պետք, կարաբոներ, սերոպներ, հերիք իշքան համպեր ենք, զենք բռնել է հային պետք, հերիք իշքան համպեր ենք, զենք բռնել է հային պետք, Մասի սարը վկա, թուրքը ծնկի կգա, թեկուզ մեկ այմնա, երգիրը չենք մորնա, սասուն մուշն ու վանը, սուրբ մարութա սարը, պապերի շիրիմը, չենք թողնի թուրքշանը, արդեն մեկ դար է անցել, մեր վերքը չի սպիացել, թեկուզ դարեր էլ անցնի, մեր վրեժը չի մարի,
թեկուզ դարեր էլ անցնի, մեր վրեժը չի մարի, մասի սարը վկա, թուրքը ծնկի կգա, թեկուզ մեկ այմենա, երգիրը չենք մորնա, սասուն մուշն ու վանը, սուրբ մարութա սարը, պապերի շիրիմը, չենք թողնի թուրք շանը։ Հայրենիքիս ջուրը զուլալ անմահական Համն ու հոտը աղն ու հացը անապական Հայաստանիս վրա շողաթող լուսաբաց Բարեկամներ, այսօր եւս ինչպես որ ամեն տարի մենք ներկա գտնվեցինք Հայոց ցեղասպանության եղերնի հիշատակի ուխտագնացությանը ներկա գտնվեցինք Սպիտակավոր եկեղեցում եւ այս ուխտի իմաստն այն է որ մենք հիշում ենք ինչ է եղել դար առաջ եւ պահանջում ենք որ նման բան գոնե մինիմում չկրկնվի ցույց ենք տալիս որ մենք ուժեղ ենք շարունակում ենք ապրել ու ստեղծագործել մեր լեռներում մեր հայրենիքում իսկ ով ավանես տեսանյութը թող լայքի բաժանորդագրվի տարածի ու գրեք ձեր մեկնաբանությունը ձեր կարծիքը մենք էլ շարունակենք նման կոնտենտ նկարել շնորհակալություն ուշադրության համար Վարդան էլ ձեզ ծաղիկ ցույց կտա հիմա Բանջարի ծաղիկա չէ՞ էսը առողջարար էլի բայց գնա մոտիկից նկարի որտեղ աճում պոկ է բերել ես Գնում ենք տեսարժան վայրերը ցույց տալու բարեկամներ այնպես որ մեզ հետ մնացեք Այո ընկերներ լեռնային հաճույքը ուրիշ բան է վկայում կյանքում մեկ պետք է բարձրանաս վայելես բարձունքները եւ ցած իջնես Վախի ներքո իջան մեքենայից, սպասում են մեզ, չեն ուզում բարձունքը գրավենք իրար հետ, իրանք գիտեն։ Նկարի!